Հարց խաչմերուկների թեմայից համար 5։ Ուրեմն խաչմերուկը վերջինը կանցնի։ Հիշում ենք, որ հենց տեսանք խաչմերուկ հերթականությունը որոշելու համար առաջին 3 պունկտերն ենք դիտարկում։ Առաջինը կարգավորող անձ կա, թե չկա։ Չկա։ Լուսացույց կա, թե չկա։ Չկա։ Երրորդը ճանապարհային նշան կա։ Այո, այս դեպքում ճանապարհային նշան կա։ Հետևաբար ուղղորդվելու ենք ոչ թե աչից այս պահին, ոչ թե աչից հարված կանոնով, այլ ճանապարհային նշանով։ Գլխավոր ճանապարհի նշան այս դեղինն է, տեսեք։ Կապույտ եւ կարմիր մեքենաները գտնվում են գլխավոր ճանապարհի վրա։ Նրանք երկուսն էլ առավելություն ունեն ճանապարհը խաչմերուկը առաջինը անցնելու։ Նրանցից հետո նոր կարող են խաչմերուկ մտնել զիջող ճանապարհի վրա գտնվող մեքենաները, տվյալ դեպքում կանաչը եւ դեղինը։ Նշանն էլ տեսնում ենք զիջողի նշանը։ Այս շրջված եռանկյունն է, որը եզրագծված է կարմիր գույնով։ Դե ինչ։ Գլխավոր ճանապարհը որոշեցինք։ Հիշում ենք, որ նրա վրա գտնվող երկու մեքենաները սկզբում են անցնելու։ Եվ զիջողը գտանք։ Նրանցից հետո նոր կանցնեն կանաչը եւ դեղինը, զիջող ճանապարհի վրա գտնվողները։ Իսկ ո՞նց հասկանանք այդ գլխավոր ճանապարհի վրա գտնվող երկու մեքենաներից որը առաջինը կմտնի խաչմերուկ, որը կսպասի։ Այս դեպքում, քանի որ նրանք ունեն հավասար իրավունքներ, առաջինը խաչմերուկ մտնում է նա, ով աջ կողմը ապահով է։ Տվյալ դեպքում, եթե կապույտը մտնի խաչմերուկ, նրան կարմիր մեքենան աջ կողմից կարող է գալ հարվածել։ Տեսեք, նա ձախ թարթիչ է միացրել եւ պատրաստվում է ձախ շրջադարձ անելու, կարմիրը աջից նրան կարող է հարվածել։ Հետևաբար նա չի մտնի խաչմերուկ, առաջինը կմտնի կարմիրը, քանի որ երբ որ նա իր միացած աջ շրջադարձ թարթիչով աջ շրջադարձ անի, իր ձախ կողմում են հայտնվում մեքենաները եւ վտանգ չեն սպառնում իրեն։ Ոստի առաջինը կարմիրը կգնա իր ճանապարհով, հետո կապույտը կգնա իր ճանապարհով եւ նոր զիջող ճանապարհի մեքենաները։ Իսկ նրանք ինչպես որոշեն իրենցից ով առաջինը մտնի խաչմերուկ։ Նույն օրենքով, աճից հարված օրենքով, չէ՞ որ երկուսն էլ նույն իրավունքներ ունեն, հետևաբար կկողմնորոշվեն աճից հարված կանոնով։ Եթե առաջինը խաչմերուկ այդ երկուսից, կանաչից ու դեղինից սկզբում մտնի խաչմերուկ կանաչ մեքենան իր ձախ թարթիչը միացրած լինելով, ասենց գա ձախ շրջադարձանի, ապա դեղինը իրեն կարող է աճից հարվածել։ Ոստի նա կսպասի, մինչև որ դեղինը իր ճանապարհով կգնա եւ վերջում նոր կանաչ մեքենան հանգիստ իր շրջադարձը կանի։ Ոստի մեր պատասխանն է խաչմերուկը վերջինը կանցնի կանաչ ավտոմոբիլը։ Պատասխան երրորդը ստուգում ենք։ Ճիշտ է։